Եկեք անցնենք մեր թեմային անցնենք։ Ով տեսավ Զինայի թորնիկին մի քանի օր առաջ ստեղ բերեց թորնիկին ու հետո գնաց Զինան։ Ովքեր տեսան անհասկանալի բան է դի երեխայի վրա, որ ինչ էր անում։ Չէր խոսում երեխան։ Հետո երեկոյան մեր տուն եկավ Զինան։ Եվ երեխան ասեց դու շեսա ասեց արի հետո ասեց դուշ հետո ասեց մամա հետո ասեց մաշինայա մեր տնից ինքը գնաց բառեր ասելով հալելույա ես տեսել եմ նման բաներ Ամեն մի օր դու գալիս ես այստեղ ուրիշ ստատուսով Ես նոր շարունակեմ անցած կիրակի միտքը սա երրորդ ծառայությունն է այս ուղղությամբ որ պետք է անեմ չորրորդ ծառայությունն է պետք է անեմ էլի այս ուղղությամբ որովհետև ես ուզում եմ որոշ արթնության պատմություններ անցնենք մենք ուզում ենք արթնություն գա մենք աղոթում ենք արթնության համար Գիտեք ովքեր հիմնականում սպասում են արթնության եւ արթնությունը հանկարծ իրանց միջոցով չի գալիս սկսում են հալածել արթնությանը Տենց բան կա իրականում մենք աղոթում ենք որ արթնություն գա մեր երկրում ես չեմ աղոթում որ իմ միջոցով գա աղոթում եմ որ Աստված բերի Ես աղոթում եմ որ Աստված գա եւ բերի եւ միշտ իմացեք որ արթնությունը իր հետ բերելու է լիքը մաքրագործություններ Աստված պետք է մաքրի դուք կլսեք Չարլզ Վեսլի եւ Ջոն Վեսլիի մասին կլսեք Ջեֆերի եղբայրների մասին Ջորջ եւ Ջեֆ եղբայրների մասին դուք կլսեք մի շարք Աստծո մարդկանց մասին կլսեք մի Աստծո մարդու մասին որ Աստվածաշունչը իրան եզակի մարդ է համարում եւ նա արթնություն բերեց երկրի մեջ Սա հեքիաթներ չի սա պատմություն է որը գրված է Աստվածաշնչի մեջ Ես չգիտեմ ինչից սկսեմ, բայց կասեմ Էվան Ռոբերտսի մասին եւ դա պատահական չէր, որ երեք ես այդ նյութը ուղղակի տեղադրեցի խմբում, որպեսզի որոշներ իմանան, որ մոտավորապես 1 տարվա մեջ 100,000 մարդ ապաշխարեց իր ծառայությանը։ Իր միջոցով։ Եվ գիտեք, որ Էվան Ռոբերտսը մի հսկա տղա էր։ Բոյով տղա էր, 2 մետր ավել տղա էր։ Եվ Գիտեք, որ ինքը 13 տարեկանից աշխատում էր ածխահանքերում, Ուելսում, Անգլիայում։ Եվ գիտեք, որ իր ընտանիքը այդ ձևը լավ ապրող չէր եւ բոլորը հանքափորերում, երբ որ աշխատում էին այդ պերերիվների ժամանակը, արագ ուտեին իրանց ուտելիքը եւ սկսեին աղոթ կանել եւ բոլորը աղոթում էին։ Էվան Ռոբերտսը 13 տարեկանից աղոթք էր անում, որպեսզի տեսնի Աստծո փառքը, որը գրված է Գործք առաքելոցում արթնության օրերը։ Եվ ընդամենը ինքը 26 տարեկան էր, որ Աստված սկսեց արթնություն բռնկել իր միջոցով։ 13 տարեկանից աղոթում էր եւ 13 տարի ուղիղ հետո ինքը հայտնվում է ժողովրդի առաջ եւ սկսում է ծառայել եւ աղոթք անում եւ կար մի մարդ որյան Ռասել էր եւ գնաց իր ծառայությանը Ռասելը աշխատում էր գեներալ Բուտի գրասենյակում գեներալ Բուտը գիտեք որ հետագայում մենք լսում ենք իր պատմությունը որը ուներ փրկության բանակ էսև ասած եւ իր փրկության բանակում շատերն էին փրկվում եւ նրանք գիտեք որ հագնում էին զինվորական շորեր էսև հատուկ կարված եկեղեցու համար ծառայողների համար եւ իրանք այդ ձև սվայվորոդա ոնց որ ասում են զինվորականի ձևի շորեր էին ունենում իրանց հագերին Եվ ասեմ, որ Էվան Ռոբերտսը ինքն էլ է գեներալ Բուտի բանակից եղել։ Երեխա ժամանակ հետևել է իրանց ծառայություններին։ Եվ Ռասելը իմանում է, որ արթնություն է տեղի ունենամ Ուելսում եւ իմանում են, որ
Էվան Ռոբերտսը այցելելու այսինչ քաղաք եւ այսինչ քաղաքում պատկերացեք Էվան Ռոբերտսը գալու է Ստեփանավան եւ եկեղեցիները կյանքի խոսքը Ձորիեն կոմի եկեղեցին, մեր եկեղեցին, մնացած եկեղեցիները հավաքվում են ամենքը իրանց եկեղեցում եւ սպասում են թե ում եկեղեցին կգնա։ Պատկերացնում եք ինքը ոչ մի ռեկլամ, ոչ մի գովազ չէ ամ թե ինքը որտեղ է ծառայելու։ Եվ հանկարծ մտնում է մի օր մի եկեղեցի, որտեղ հավաքված սպասում են աղոթելով, այնտեղ 800 մարդ է լինում։ Եվ Ռասելը գնում է հենց այնտեղ, որտեղ ինքն է գնում։ Եվ 800 մարդ են հավաքվում այնտեղ եւ նստում է առաջի շարքում, Էվան Ռոբերտսը մտնում է նստում առաջի շարքում եւ գլուխը խոնարհելով աղոթում է եւս 3 ժամ։ Աղոթում է եւս 3 ժամ։ Ժողովուրդ, երբ որ ստեղ աղոթք ենք անում եւ 1 ժամ հետո Սուրբ Հոգին գալիս է, ուրիշները շատերը փախչում են ստեղից։ Շատերը վերցում են իրանց փասափուսեն, շորերը ու ուզում են փախչեն։ Դուք արթնության մարդ չեք։ Արթնությունը անում են նրանք, ովքեր սպասում են Աստծուն։ Եվ հետո Ռասելն ասում է, որ Էվան Ռոբերտսը կանգնեց եւ քարոզեց 15 րոպե։ Սուրբ Հոգին իջավ իր վրա։ Եվ կարծես Աստված ցածկեց այդ ժողովրդի մեջ ու բռնկվեց կրակը։ Եվ հետո Ռասելը իր մեջ տալիս առնում էր, իր մեջ առևտուր էր անում, գնա հետ, թե չէ, որովհետև հիմա գեներալը իրան է փնտրելու։ Եվ վերջապես մնում այդ ծառայություններին եւ 2 շաբթի գնում է եւ գեներալը հավաքում է ժողովրդին, մարդկանց իր թիմակիցներին եւ հարցում է դու որտեղ ես, դու որտեղ Ռասել, դու որտեղ ես։ Գեներալ ես երկնքում եի։ Ես երկինք եի գնացել։ Ինչ անշանքում երկինք եի գնացել։ Ես գտնում եի Էվան Ռոբերտսի ծառայությանը եւ այնտեղ տեղի ունենում այս հետեւյալ բաներն է տեղի ունենում։ Ասում է գեներալը մատը բարձրացրեց եւ ասեց. դա գործ կառաքելոցի փառքն է, որը գալիս է աղոթքի միջոցով։ Ես աղոթում եմ, որպեսզի արթնություն բռնկվի եւ աղոթում եմ, որպեսզի դուք էլ աղոթեք։ Եսայի մարգարեն 64-րդ գլխում հետեւյալն ասում եւ այստեղ արդեն Աստծո ներկայությունն է։ Այստեղ Աստծո ներկայությունն է։ Ես չեմ ուզում մի քիչ աղոթենք ու հանկարծ Սուրբ Հոգին գա մենք փախչենք։ 64-րդ գլուխ։ Եսայի 64-րդ գլուխ։ Մյուս տարի մեքենաներ են գալիս։ Մյուս տարի երեխաներ են գալիս։ Եվս ամուսնություն։ Ես աղոթքի եմ Մարգարյանամ ձեզ համար, որպեսզի դուք հասկանաք, թե երբ որ հասկանաք, որ դա Աստված աղոթքի։ Երանի թե երկինքը ճեղքելով վայր իջնեիր։ Քո ներկայությունից լեռները հալվեին։ Խռիվները բռնկեցնող կրակի պես, ջրերը երացող կրակի պես, որ քո անունը թշնամիներին հայտնի լինի, ու ազգերը քո երեսից դողան։ Հալելույա։ Երբ այն սոսկալի բաները արիր, որոնց մենք չենք հուսում, իջար եւ երկրի երեսից լեռները հալվեցին։ Ես աղոթում եմ, որպեսզի Աստված իջնի եւ որպեսզի սարերը հալվեն Տիրոջ երեսից։ Ես աղոթում եմ, որպեսզի այդպիսի արթնություն լինի, որ ամենը բարդ իջնի Տիրոջ առաջ։ Ամեն սիրտ, որ այդպես բարձրացած է իջնի Տիրոջ առաջ։ Ամեն սիրտ, որ այդպես սառած է նահալվի Տիրոջ երեսից եւ այլ ազգերը սարսափեն, այլ ազգերը վախենան եւ դողան Տիրոջ երեսից։ Ինչպես կասեր մեր Գագո եղբայրը Անդրանիկը, երբ որ առաջի անգամ եկավ այստեղ ասեց, ինձ հիշացնում է իմ մանկության հոգեգալուստը։ Հալելույա։ Ես ուզում եմ, որ իմ մանկության հոգեգալուստը վերադառնա։ Ես աղոթում եմ, որպեսզի Սուրբ Հոգին իջնի։ Ես աղոթում եմ, որպեսզի Պողոս առաքյալի խոսքերը, որ ասում է անդադար աղոթք արեք։
Թեսաղոնիկեցիների մեջ ասում է անդադար աղոթք արեք, չի ասում անդադար քարոզներ արեք։ Եթե մենք այստեղ աղոթք անենք, Սուրբ Հոգին անպայման քիչնի։ Անպայման երկինքը կպատառվի։ Ես հավատում եմ, որ դա տեղի կունենա։ Հանկարծակի շարժ կսկսվի։ Հնարավոր ասեք դա մի տղա է, որը քայլում է իր համար, ապրում է իր համար, ինչ որ իր կյանքով ապրում է այսև, բայց ինչ որ մի տղա կարա քայլի է ձև Աստծո հետ եւ երկար քայլի Աստծո հետ։ Գիտեք, նույն բանը անում էր Եղիան քայլում էր Աստծո հետ, բայց չեմ ուզում Եղիայի մասին խոսամ այսօր, Եղիայի մասին խոսամ մյուս կիրակի։ Եվ դա Ենովքն էր։ Ենովքը քայլում էր Տիրոջ հետ եւ 300 տարի քայլում էր Տիրոջ հետ եւ երկնքում մի անցք բացվեց։ Եվ տեսավ Տիրոջը եւ տեսավ բյուրավոր հրեշտակների, որ գալիս են դատաստան անելու։ Աստված գալիս է դատաստան անելու համար։ Ուշադրություն դարձրեք Ելից 32-րդ գլխի 10-րդ խոսքը։ Աստված ասում է հետևյալը. Ելից 32 գլուխ։ Հալելույա։ 10-րդ խոսք։ Ուստի հիմա ինձ առանձին թող, որպեսզի իմ բարկությունս նրա վրա բորբոքի եւ փչացնեմ նրան։ Դուք խոսում եք Տիրոջ հետ, ճիշտ է։ Դուք խոսում եք Աստծո հետ։ Անին հետաքրքիր բան ասեց։ Աստված իր գործերը, իր թագավորությունը չի թողում ձեր գործերով զբաղվի։ Աստծուն հետաքրքրում է իր թագավորությունը։ Եթե նրա հետաքրքրությունը համընկնում է մեր հետաքրքրության հետ, որ թագավորությունն է, ուրեմն իմացեք դա արդարացված է։ Քանիսին Աստված այստեղ ասել, որ ինձ հանգիստ թող։ Քանիսին Աստված այստեղ խոսած է, շատերն են ասել Աստծուն. Ես քեզ չեմ թողնա, չեմ թողնի։ Ես քեզ բաց չեմ թողա, մինչև ինչ չորտնես, մինչև ինձ չորտնես։ Եթե ինձ չորտնես, ես կմեռնեմ, Աստված է տել ուզում, որ դու մեռնես։ Բայց քանիսին Աստված ասել, հանգիստ թող ինձ։ Քանիստ եք այդ կամ կպել Աստծուց, որ Աստված ասի, ինձ հանգիստ թող։ Ինչքան ես աղոթել, որ Աստված ասի, հերիքա, ինձ հանգիստ թող։ Ինչքան ես բարեխոսել, որ Աստված քեզ ասի, վերջ, հերիքա աղոթես։ Աստված սա է ուզում, որ ինքը խոսա քեզ հետ։ Մենք չենք աղոթում, մենք ավելի շատ բամբասում ու դատում ենք։ Ուզում ենք հետո երկնքից կրակիչնի։ Դա տեղի չի ունենում ժողովուրդ։ Եթե Աստծո հետ լինենք, Ենովքը Աստծո հետ էր։ Ենովքը Աստծո հետ էր։ Եթե Աստծո հետ լինենք եւ նպատակ չունենանք, ընդհանրապես նպատակ չունենանք, իմացեք, որ դա ոչինչ է, որ դուք Աստծո հետ եք։ Եթե դուք նպատակ չունենաք, իմ նպատակը մարդկանց փրկությունն է։ Իմ նպատակը արթնությունն է, որ Աստված գա այս երկիր։ Մի շատերը կնային եւ կասեն, որ դա չգիտեմ ինչա։ Այո, ես գիտեմ, որ Աստված գալիս է։ Երբ ասեց, ես գիտեմ, որ Աստված գալիս է եւ շատերի մոտ թվացյալ են փափուկ, նուրբ, խելոք Հիսուսն է։ Դա սխալ պատկերացում է Հիսուսի նկատմամբ, որովհետև ահա Տերը գալիս է իր սուրբ հրեշտակներով, որպեսզի դատի։ Առաջին բանը, որ մարդիկ ունենում են արթնությունից առաջ, դա դատվելու զգացողությունն է։ Մեղավոր լինելու զգացողությունն է, որովհետև ամեն մարդ մինչ կապաշխարի, իրան թվում է, որ ինքը կգնա դժոխք հիմա։ Եթե ինքը մեռնի այսօր դժոխք կգնա, մինչև չգա այս գիտակցությունը, արթնություն չի լինի։
Իսկ այս գիտակցությունը առաջացնում է Սուրբ Հոգին։ Դու չես կարող Սուրբ Հոգուն հեռացնել քո կյանքից։ Դու չես կարող Սուրբ Հոգուն անտեսել քո կյանքի մեջ, որովհետև երբ որ նա կգա, նա հանդիմանելու է աշխարհը։ Նա հանդիմանելու է այս համակարգը։ Նա հանդիմանելու է մեղքին։ Նա հանդիմանելու է մեղավորին եւ ասելու է դու մեղավոր ես։ Մենք այնքան ենք վախենում մեղավորին ասել, որ դու մեղավոր ես։ Եվ դու դժոխք կգնաս, եթե չապաշխարես։ Ես չեմ վախում այս խոսքերը շատ յուղոտ շտրիխով ասել, եթե դու չապաշխարես, դու դժոխք կգնաս։ Օրեր առաջ Լաուրան քարոզում է մեկին եւ ասում է դուք շատ ճղճիմ զրույցներով եք տարված։ Դուք կմեռնեք եւ սաղ դժոխք կգնաք, եթե չապաշխարեք։ Հանդիմանությունը այնքան խորն է եւ ուժեղ եւ տեղին, որ մեղավորները գիտեն, որ կարան վիրավորվեն, բայց գիտեն, որ դու ճիշտ ես։ Եվ դրանից մեղավորը չի կարող նեղանալ հենց քեզանից, այլ մեղքի գիտակցություն կունենա եւ կասի փրկի ինձ Աստված։ Փրկի ինձ Տեր։ Ում դուրը չի գալիս այս խոսքը։ Ես մի բան կասեմ։ Աստծո այդ փորձառությունը պետք ունենալ, ապրել, որովհետև ոչինչ արժանիք չունի այլևս, ոչ մի բան, արժանիք չունի, քան հոգիները, որին դու կարաս փրկես, նրանք թանկ են, հոգիները թանկ են ժողովուրդ, մարդու հոգին թանկ է, քո հարազատների մեջ մարդիկ կան չփրկված։ Իսկ գիտեն, որ դու հավատացյալ ես եւ հեղինակություն չունես, դու պետք է փոխվես, դու պետք է ապաշխարես։ Գիտեք, ես հոգնել եմ, երբ որ մարդիկ չեն փոխվում, երբ որ ես չեմ փոխվում, ես հոգնել եմ սրանից։ Գիտեք, մարդիկ սպասում են, որ արթնությունը տեղի կունենա ուղիղ 90-ականների պես, բայց սխալվում եք դուք, սխալվում եք։ Աստված մի բանը երկու անգամ չի անում, Աստված ամեն բան ամեն անգամ նոր անում։ Միշտ նոր անում, Աստված նոր բան անում։ Եվ մենք գիտենք, որ երկրաշարժից հետո դա տեղի ունեցավ այստեղ։ Եվ շատերիս մոտ կարծիք կա, որ երկրաշարժը մարդկանց ապաշխարություն տվեց։ Սա հիմար կարծիք է։ Սա սխալ կարծիք է, որովհետև ոչ մի աղետ չի կարող ապաշխարություն բերել։ Ուզում է Հայաստանը 4 մասի բաժանվի, արթնությունը չի գալիս դրանից, արթնությունը գալիս է մեղքի զգացողությունից, մեղքի գիտակցությունից, որ ես մեղավոր եմ եւ կորցված։ Այո, կարող են աղետի ժամանակ բոլորն է գոռան Աստված ջան, Աստված ջան, փրկի ինձ։ Բայց դա պատասխան չի։ Մեղքի գիտակցություն։ Սուրբ Հոգին, որ գալիս է 16:8 Հովհաննեսի ասում է հանդիմանելու է մեղքին, հանդիմանելու է աշխարհին։ Սա ամենաառաջի եւ կարևոր գործն է։ Առաջի եւ կարևոր գործն է։ Իսկ առաջի Հովհաննես 3-րդ գլխը Առաջի Հովհաննես 3-րդ գլխը Այստեղ գրված է երկրորդ խոսքից սիրելիներ հիմա մենք Աստծո որդիներ ենք Տակավին հայտնի չէ թե ինչ պիտի լինենք բայց գիտենք երբ նա հայտնվի նրա պես պիտի լինենք ով է հավատում որ ինքը հայտնվի ինքը նրա նման է լինելու որովհետև գրված է նրան պիտի տեսնենք ինչպես որ է ով է հավատում որ ինքը պետք է փրկվի ով է ընդհանրապես սպասում Հիսուսի գալստյանը չէ անկեղծ եմ ասում շատերը չեն սպասում շատերը լիքը գործեր ունեն Մենք լիքը գործեր ունենք, մենք զբաղված ենք, լա, դեռ չեմ ավարտել գործերս։
Երեխաներից դեռ չեմ տեղավորել, հասկանում ես, շատ հայկական մենթալիտետ։ Լիքը գործերն եմ։ Դեռ տունս կառուցված չի, բիզնեսս կառուցված չի, պլաններս կառուցված չի, երազանքներս դեռ ի կատարածված չի։ Ես չեմ կարա Հիսուսին սպասեմ։ Եկեք անկեղծ խոսանք ինքներս մեզ հետ, որովհետև ճշմարտությունն է դա, որ խոսանք ամեն մեկս անկեղծ։ Նորից եմ հարցում ով է սպասում Հիսուսին։ Չէ, լուրջ եմ ասում, այս անգամ գոնե ավելի անկեղծ։ Գիտեք, Հիսուս, եթե վաղը գա, հարց եմ տալիս, քանիսս ենք հավատում, որ մենք նրա պես ենք լինելու։ Քանիսս ենք հավատում, որ այդ նույն փառքին պետք է հաղորդակցվենք եւ իրա պես դառնանք։ Քանիսս ենք հավատում, որ մենք վաղը կլինենք իր հետ, փրկված կլինենք։ Կտեղափոխվենք երկնային արքայություն, դրախտ։ Հարց ով է սպասում Հիսուսին այսօր։ Ջեմային առաջի ռեյսով ուղարկենք։ Ժողովուրդ լսում եք։ Ով է լսում։ Եկեք անկեղծ խոսանք, որովհետև դեռ լիքը բռնվելու բաներ ունենք այս աշխարհում։ Դեռ նոր եմ ամուսնացել, ինչ որ մեկը կասի։ Մի քիչ պետք է կյանքը վայելեմ։ Դեռ նոր եմ երեխաներ ունեցել, դեռ նոր եմ տնաշեն եղել։ Մի քիչ պետք է վայելեմ, իրանց հետ լինեմ։ Ես պլաններ ունեմ եկող տարվա վրայով։ Ես արձակուրդից ուզում եմ գնամ Աբուդաբ։ Ես ուզում եմ այս պլանն անեմ, մյուսն անեմ։ Ես շատ ծրագիրներ ունեմ, դեռ չեմ կարող Աշտաբերդն է շինում են։ Աշտաբերդի շենքը դեռ այդ տունը չենք մտել։ Դեռ այդ տունը չենք վայելել, մենք հույսով սպասում ենք սրտի թրդիրով, որ մյուս տարի կամ մյուս հաջորդ տարի 3 տարիների մեջ մենք այնտեղ կբնակեցվենք։ Մենք գոնե հույս ունենք, ով ջան, որ պետք չենք դնի այլևս, որովհետև բաքսին այնտեղ կիշխի։ Ով է հավատում, ով է սպասում Հիսուսին։ Ով է սպասում Հիսուսին։ Աշոտաբերդիները սկսում են մանրից հետ քաշվել։ Որովհետև մենք տեր տները պետք է ստանանք։ Ում թողնենք այս երկրի վրա մեր տները։ Մենք լիքը բռնվելու բաներ ունենք այստեղ։ Լիքը բաներ կա, որոնց մենք կարճված ենք։ Ինչ որ մեկն եք ասի դեռ ես աշխատավարձ չեմ ստացել։ Վաղը Հիսուս գալիս է, ինչ անի։ Ով է լսում։ Ասենք որ սա ճշմարտություն է։ Եթե նա հայտնվի, Հովհաննեսը այսպիսի վստահությամբ ասում է, մենք նրա նման կլինենք։ Ես չգիտեմ ինչ նկատի ունի մենք, բայց միգուցե ինքը ճիշտ գրեր, ասեր ես։ Բայց քանի որ ինքը տեսնում է նաև մեզ փրկված։ Ով է լսում։ Հետո շարունակում է Հովհաննեսը եւ ասում է ամեն ով որ այս հույսը նրա վրա ունի, ինքը իրեն մաքրում է, ինչպես նա է իրեն մաքրում։ Ով լսեց։ Ով որ այս հույսը ունի, որ Հիսուս գա ինքը փրկվելու է, ինքը նախորոք պետքա պատրաստվի հիմա մաքրելու ինքը իրեն։ Որովհետև կարող է ինքը գալ մյուս երկուշաբթի օրը, բայց դու ասես ես քո գալու նախորեքին կսկսեմ պատրաստվել։ Բայց երբ որ ես ու դու հյուր ենք ունենամ, մենք սկսում ենք մանրակրկիտ պատրաստվել այդ հյուրին։ Տներում սկսում ենք մեծ ու բորկա։ Մեծ աղբահանություն։ Վերջի վարկյանին ուզում ենք կռասկենք ինչ-որ մի բան, մաքրենք, սրբենք, ճիշտ անենք ամեն բան, որովհետև նա գալու է։ Ով է լսում։ Բայց նախորոք ինքը, որ սպասում է Հիսուսին, պետք է նախորոք էլ պատրաստվի սրբելով իրան։ Մաքրի քեզ։ Մաքրի քո սիրտը, մաքրի քո բերանը, մաքրի քո ականջները, մաքրի քո բառերը, մաքրի քո խոսքերը, մաքրի քո ընթացքը։ Պատրաստվի, որովհետև երբ որ ինքը գա, հանկարծ դու տեսնես, որ իր այդ համընկնում չկա, դու չես փրկվելու։ Եվ տեսնես, որքան տարբեր ես դու իրանից, դու կմնաս այս երկրի վրա։
Հովանեսը, այս Հովանեսը սիրում էր Հիսուսի կողքը նստել։ Սիրում էր Հիսուսին։ Հիսուսի ներկայությամբ ինքը խախանդվում էր, մխիթարվում էր, ուրախանում էր, գլուխը դնում էր դոշին։ Գիտեք, չէ՞ որ այդ աշակերտը այդ բանը անում էր անընդհատ։ Գիտեք, ժամանակ կա, որ դուք անում եք դա Հիսուսի նկատմամբ։ Դուք սիրում եք Հիսուսին, սիրում եք Հիսուսին։ Դուք գիտեք, որ Հիսուսը այդպիսին է։ Բայց երբ որ Հովանեսը իր կյանքի տարիների վերջի ժամանակներում տեսավ Հիսուսին, նկարը այլ էր։ Մեռելի պես ընկա նրա ոտքերի առաջ։ Մեռելի պես վայր ընկա։ Ահուսարսապ կա, սուրբ երկյուղացություն կա Աստծո ներկայության մեջ։ Եվ զայն մարդներով սպասում էր Հիսուսի գալստյանը, և Հիսուս իրան հայտնվում է շատ հզոր ձևով։ Այդ շատ սիրալի պատկերը փոխվեց մեկ ակնթարթում, երբ որ տեսավ Հիսուսին։ Եվ Հիսուսն նրա այդ խոսում էր բացարձակ իշխանությամբ, բացարձակ ուժով, որպես թե առյուծ։ Ոչ թե գառ, առյուծ։ Հուդան նկարագրում էր այդպես, թե երկինքը բացված տեսել էր ենովքը, թե Աստված գալիս է բյուրավոր սուրբերով դատելու աշխարհը։ Դուք գիտեք, սրա մասին պետք է քարոզեք, որ Աստված դատելու այս աշխարհը արդարությամբ։ Քարոզեք, որ մեղավորները, եթե չապաշխարեն, դժոխք են գնալու։ Քո սրբությունը, քո փոփոխությունը լրվել է մի տեղ։ Դու պետք է աճես դրա մեջ։ Սրբությունը պետք է աճի։ Սրբությունը դա մի բան է, որի պատճառով մեղավորները կարող են հանդիմանվել մեղքից։ Չարլզ Ֆինեն, երբ որ մտնում էր մի տեղ, ինչ-որ գործով, ինչ-որ գործնական քայլ էր անում, ինչ-որ մի ֆաբրիկա գրված է իր պատմության մեջ, քիչ հետո աշխատողները սկսում էին կորցնել իրենց։ Զգացողությունը վերանում էր և կորցնում էին տիրապետությունը իրենց։ Եվ սկսում էր հեկեկալ և լացել և իրանց կորսված և դժբախտ վիճակն էին զգում, որ իրանք դժոխք են գնում։ 15 րոպե հետո ֆաբրիկան բոլորը ապաշխարել էին, առանց քարոզ կարդալու։ Աստծո սրբության ներկայությունը բերում է հանդիմանություն աշխարհին և մեղքին։ Մարդիկ, ովքեր քո ներկայությամբ հեշտությամբ հայհոյում են, քո սրբության հետ ինչ որ բան այնպես չէ։ Մարդիկ, երբ որ քո ներկայությամբ պահում են իրանց սիգարետը, որ ծխում էին քիչ առաջ, և դրանք մեղավորներ են, երբ որ պահում են ինչ որ բան, կա քո կյանքի մեջ ուրեմն։ Մեղքի հանդիմանությունը կարող է մեղավորին թաքցնել դա մեղքը։ Ինչքան շատ է լինում նման դեպքեր, որ ես հանդիպում եմ մարդկանց և անգամ չգիտեմ էլ թե իրանք ինչ էին անում հիմա։ Եվ հանկարծ սիգարետը պահեց ինձանից։ Ես հասկացա, որ Աստված այստեղ է։ Եվ պետք է քարոզել։ Եվ պետք է հանդիմանել բոլորի մեղքը։ Երբ որ ես դա արեցի Բլագավեշենսկում, հայերին հավաքել էին։ Երբ որ ես դա արեցի, բոլորը խոնարհաբար իրանց գլուխները իջացրեցին Աստծո առաջ։ Չէ, մենք մեղավորների հետ դարձել ենք մեկ։ Մեղավորների հետ խոսում ենք մի բան, մեղավորների հետ ուտում ենք նույն բանը։ Մեղավորների հետ դատում և բամբասում ու չարախոսում ենք մեկ այլ մարդուց։ Հավատացյալներս։
սուրբ եղեք, Աստծո խոսքը ասում է ձեզ կանչող սուրբի պես։ Վեսլիները դրանք սրբության քարոզիչներ էին։ Վեսլիները դրանք սրբության քարոզիչներ էին։ Էվան Ռոբերտսը համարյա չերևաց իր վերջին տարիները, ընդհանրապես չերևաց։ Որովհետև ասում էր, ես չեմ ուզում երևալ այս ամբիոնի հետևում։ Ես ուզում եմ Աստված հանդես գա։ Ես ուզում եմ Աստված գա։ Միշտ դու աղոթում ես ինձ տուր մի միլիոն, խնդրի Աստծուց գոնե 100 հոգի։ Գոնե ամենակիչը 100 հոգի։ Ինձ տուր 100 մարդ 26 թվականին։ Աշխարհը հայտարարում է, որ սա ջու տարի է, ես էլ հայտարարում եմ, որ փրկությունը գալիս է Տիրոջից։ Փրկությունը գալիս է Աստծուց։ Սուրբ եղեք եւ ձեր կանչող սուրբի պես։ Եվ ես հավատում եմ, որ երբ որ դու մեկին քարոզեք, այլևս այդքան քո խոսքերը իր վրա չի ազդի, որքան քո ներկայությունը իր վրա կներգործի։ Էվան Ռոբերտսը 3 ժամ աղոթում է եւ Աստված իջնում է իր վրա։ Կարծես ասում է ցածկեց Աստված դալիճի մեջ եւ ժողովուրդը հանդիմանվում էր իրանց երեսների վրա ընկնებ եւ ասում են ողորմա մեծ։ Ահա հավատացյալները։ Ահա հավատացյալները, որ կարիք ունեն նորից ընծայվեն, նորից ապաշխարեն, նորից իրանց կյանքը տան Հիսուսին եւ ասեն, ես կասկածում եմ իմ փրկության վրա, արի Տեր, փրկի ինձ, ես այլևս նույնը չեմ ուզում մնամ, ես կորցրել եմ իմ փրկության ուրախությունը, ետ վերադարձել եմ նրան ինձ, երանի թե երկինքը պատրվեր, այսօր հանդիմանում ես հավատացյալին, գնում է եկեղեցուց։ Հանդիմանում ես գնում է եկեղեցում, բայց իմացեք, որ փոքրիկ կենթանիները Աստվածաշնչը մեծ կարևորություն, նշանակություն ունեն։ Երբ որ Սամուելը եկավ, Սավուղին ասեց, ինչ արեցիր գործերը, ոնց արեցիր, ոնց որ ասել էիր, ոնց որ Տերը ինձ հրաման էր տվել։ Իրոք ճիշտ ես ասում, որ արել էր այնպես, ինչպես որ Տերը քեզ հրաման էր տվել։ Այո, հպարտանալով, ասեց, բա ինչ է այն բառաչոցները, որ իմ ականջին են հասնում։ Մեզ թվում է, թե մի փոքր անհնազանդությունը դա չերևացողը ոչինչ կարևոր չի, դեր չի խաղում։ Դերը խաղում եւ մի ամբողջ կոչման եւ ճակատագրին կար արժանանա։ Հասկանում եք ինչի մասին է խոսքը։ Ես հնազանդվեցի, արեցի Տիրոջ ուսացի պես, ոչ, փոքրիկ բաները շատ մեծ կարևորություն ունեն։ Եթե հաստատում պետք է խոնարհվել, ուրեմն պետք չի քննարկել, պետք է խոնարհվել, պետք է հնազանդվել։ Մի բան եմ ուզում ասեմ ձեզ։ Պողոս առաքյալը գնում է Աթենք գնում, Աֆիններ, Հունաստան, աշխարհի ինտելեկտուալ մայրաքաղաքն է դա, հին աշխարհը, եւ գրված է, որ այնտեղ Պողոսը տեսնում էր քաղաքը ամբողջությամբ կռապաշտության մեջ, ահա խնդիրը, որի մասին մենք միշտ խոսում ենք, կուրքեր ենք խոսում եւ զուգահեռ խոսում ենք արթնության մասին։ Եվ գրված է, որ Պողոսի հոգին անհանգիստ էր իր մեջ, իրան խժռում էր։ Սա սուրբ զայրույթ է, սա սուրբ բարկություն է։ Հարց եմ ուզում տամ ձեզ, որ ձեր աչքերը տեսնում է անօրենություն, ինչ է կատարվում ձեր մեջ, ինչ է տեղի ունենում իմ մեջ, երբ որ տեսնում եմ հանցանք, երբ որ տեսնում եմ դանակարություն օրը ցերեկով ավտոկանգարում եւ ահա այնքան ատելության եւ դաժանության, որ վարքյաններ ատևում այս ամեն ինչը եւ վերջացավ կյանքը։ Ինչ զգացողություն է պատում իմ սիրտը։ Հետաքրքրություն անտեղի, որպեսզի բամբասեմ,
չարանամ եւ ինչ որ մի հիմար բան էլի ես խոսամ թե ատելություն մեղքի նկատմամբ որը տեղի ունենում իմ երկրի մեջ որը տեղի ունենում իմ քաղաքի մեջ մենք ենք Աստծո մշակույթը Աստծո մշակույթի քաղաքականությունը քարոզել Աստծո թագավորությունը քարոզել Աստծո արդարությունը եւ հանդիմանել խավարի անպտուղ գործերին եւ նրանց մասնակիցներին հիշեք ինչ եմ ասում արթնությունը գալու է եւ անխուսափելի է այս աշխարհին հարվածելու է դա այս քաղաքը միշտ հանգիստ քաղաք է եղել միշտ սիրուն քաղաք է եղել գեղեցիկ եւ նա նորից իր տեսքին է վերադառնալու միայն արթնությամբ եւ ամեն ինչ դուք կտեսնեք ավելի մաքուր ավելի կառուցված որովհետեւ երբ որ Աստված է գալիս ամեն ինչ փոխվում է ամեն բան փոխվում է ինչի դու չես ծառայում իմ կողքին որովհետեւ դու խնդիր ունես հնազանդության հետ որովհետեւ դու խնդիր ունես լսելու հետ դու լսում ես քեզ համար այլ մոլորակային աշխարհը բայց չես լսում կենթանի Աստծո ձայնը որը հնչում է այստեղից ասա լավոդիկե եկեղեցու հրեշտակին այսպես ասա թող խոսա եթե դու սառը չես եթե դու տաք չես դե եթե մի քիչ ես սառը դե եթե մի քիչ ես տաք ոչ եթե դու գաղջ ես ախնդիր ունես դու ես կհիվանդանամ քեզանով շուտով եւ քեզ համար վատ կլինի դուք պետք է լսեք սա դուք պետք է լսեք սա Տիտոսին Պողոս Արաքյանն ասում է քիչ են հնազանդ մարդիկ ովքեր գին կարան վճարեն մի եկեք աղոթքի եթե դուք ինձ հետ չեք աղոթում այնքան որքան Աստված է ուզում այստեղ լինենք հարցեր ածակում Աստված ինքը դուրս է գալիս մեզ հետ ռազմորքի էսև եկեք վիճաբանենք սա Աստված է ասում լսում եք սա Աստված է ասում եկեք վիճաբանենք հարց տարիներով հնչած հարց Աստված ունի լյուբիմչիկներ թե չունի որոշներ ասում են ունի շատ քչերն են ասում ունի շատերը ասում են չունի բայց ես ասում եմ ունի որովհետև ասում եմ ես իմ սիրածն եմ խրատում հանդիման եմ Աստված ուրեմն ունի սիրած մարդիկ ով լսեց մեկ խոսքով ես ասեցի այդ հարցը որը պետք է փակվի քեզ համար ուրեմն ինքը քեզ սիրում է եթե ինքը քեզ հանդիմանում է եթե չի հանդիմանում դու ով ես եթե չի հանդիմանում նա ինձ ես ով եմ որ աշխարհից ընկա այստեղ որտեղից հայտնվեցի ինձ չեն սիրում ինձ ասեցին այո հենց Աստված քեզ էլ ասում է որովհետև քեզ նկատի ունի ինչ որ մեկը որը կարող է 13 տարեկան լինել եւ երեխա եւ ունենա խորը ցանկություն եւ ահա Աստված այսպիսի անոթներ է փնտրում որի սրտի մեջ կտեղադրի իր արթնության սպանակները ինչպես ասում է Աստծո մի մարդ Եվ այդ խորը ճգնաշավը դու կզգաս քո հոգու մեջ եւ կսկսես աղոթել դրանից ելնելով Գիտեք ինչի չեք աղոթում արթնության համար եւ պատրում ձեր սրտերը որովհետեւ կորցրել եք անմեղությունը որովհետեւ շատերը կորցրել են անմեղությունը մաքրությունը սրբությունը դա հանդիմանող ուժը ավելի շատ քարոզում են մարդիկ բայց արդյունքը շատ քիչ է եւ 15 րոպեով ամեն շուր տալ բոլորին դա արդեն սենսացիա է մի սահմանում ասեմ ուղղակի պետք է գա քեզ Գործ Առաքելոց 15-րդ գլուխ Գրեք եւ լսեք ինչ եմ ասում
30 տարի հետո ես փոխվում եմ։ 30 տարի հետո ես փոխվում եմ։ 30 տարի հետո ես փոխվում եմ ու սկսում եմ հասկանալ, որ սա ամեն ինչ ավելի լուրջ է, քան ես պատկերացրել եմ երբևիցե։ Որովհետև 30 տարի հետո գիտակցես, որ քո ապաշխարած օրից լավը չի եղել ոչ մի օր։ Սա արդեն խոսում է, որ շատ հեռացել ենք Հիսուսից, շատ։ Դու սուրբ ես այնքան, որքան դու ես ուզում։ Ով լսեց։ Դու սուրբ ես այնքան, ինչքան դու ես ուզում։ Դու կարաս այդտեղ կանգ առնես եւ ասես ես այլևս չեմ կարա։ Գինը վճարեմ եւ փոխվեմ։ Իսկ ես ասում եմ 30 տարի հետո ես սկսում եմ խորը մտածեմ, որ պետք է ավելի սրբանալ, որովհետեւ առանց սրբության մեկը չի տեսնելու Տիրոջը։ Ոչ մեկ չի տեսնելու։ Աստված 9-րդ խոսքը 15-րդ գլխում ասում է խտրություն չի անում մեր ու նրանց մեջտեղ հավատքով նրանց սրտերը մաքրելով։ Լսեցիք։ Հեթանոսները ապաշխարել են, Պողոսն ու Շիղան քարոզել են հեթանոս աշխարհին։ Եվ հեթանոսները ապաշխարել են, մարդիկ դարձի են եկել, հրաշքներ, դեմոնստրացիաներ, սուրբ հոգին լցվել, հեղեղվել, մարդիկ փոխվել են։ Եվ հիմա հрьяաներից մարդիկ կան, որոնք ասում են ոչ, պետքա նաև թլպատվել եւ օրենք էլ պահել։ Եվ երկար վիճաբանությունից հետո սրանք գալիս են Երուսաղեմ եւ Երուսաղեմի եկեղեցում կանգնում են երեսների եւ եպիսկոպոսների առաջ եւ այնտեղ էլ երկար, շատ երկար վիճաբանություն է տեղի ունենում։ Եվ Պետրոսը կանգնում եւ այս խոսքերն ասում, որ Աստծո մոտ չկա տարբերություն, բայց այստեղ մի խոսք ասում։ Խտրություն չարավ մեր եւ նրանց մեջտեղ։ Աստված մեզ մաքրում է հավատքի միջոցով, մեր սրտերը սրբացնում է։ Ինչպես իմ, ինչպես քո, նույնպես աշխարհիկների։ Դու սուրբ ես այնքան, որքան դու ես ուզում։ Դու սրբեցիր, ապաշխարեցիր, ես կամ սրբեցիր։ Ինչ որ մեկն էլ քեզանից հետո ապաշխարեց եւ շարժվեց առաջ։ Քո մոտ ինչ զգացողություն է տիրում քո սրտի մեջ։ Ինչ է կատարվում քո սրտի մեջ, երբ որ տեսնում ես, որ շատերը անցան։ Որոշները շարունակաբար փոխվում են, շարունակաբար սրբվում են։ Իսկ դու մտել ես քո վանքը, վանական ես դարձել, ասեմ վանականությունը սատանայի սուտն է, եւ այնտեղ ինքնասրբվում, բայց չկա նպատակ։ Որովհետև քո սրբությունը պետք է ծառայի ուրիշներին։ Քո սրբությունը պետք է մի օր հանդիպի ուրիշի մեղանչական էության հետ եւ մեղքը հանդիմանի այնտեղ։ Ումա պետք որ դու քեզ համար սուրբ ես։ Դավիթը 119 Սաղմոսի 11-րդ խոսքում ասում է. «Քո խոսքը պահեցի իմ սրտի մեջ, որպեսզի ով Տեր քո դեմ չմեղանչեմ»։ Ով լսեց Սա 119 Սաղմոսի 11-րդ խոսքերն է։ Քո խոսքերը գտնելու պես պահեցի, հասկանում եք ինչ անշան պահեցի։ Ես կատարեցի նրան։ Ես քայլեր արեցի, ես գործեցի, որպեսզի քո դեմ չմեղանչեմ, ով Աստված։ Նկատել եք, որ ժամանակ առ ժամանակ դուք պարտվում եք։ Նկատել եք, որ ժամանակ առ ժամանակ դուք օտարվում եք։ Նկատել եք, որ ժամանակ առ ժամանակ ընկնում եք։ Նկատել եք, որ ժամանակ առ ժամանակ դուք ոչ միս եք, ոչ ձուկ եք։ Ինչ որ սալաթային վիճակ է։ Ժամանակ առ ժամանակ հաղթանակ կա, ժամանակ առ ժամանակ չկան։ Խնդիր է, որովհետև քո խոսքերը լրիվ չի ապրեմ իմ մեջ։ Քո խոսքերը չի ապրեմ իմ սրտի մեջ։ Դրա համար ես ժամանակ առ ժամանակ հաղթանակն եմ, այսև սպիշկա եղավ, ես հաղթեցի։ Հենց մարեց ես այլևս չեմ կամ հաղթեմ։ Քրիստոնյայի կյանքը դա հաղթական կյանք է։ Դա հաղթական կյանք է։
իմ հարազատներից մեկը ամուսնացավ մի տարի, նշանվեց։ Նշանածին բերեցին Ստեփանավան։ Բոլորս ուրախ էինք, որովհետև կարելի ասել առաջի ամուսնությունն էր մեր ցեղի տղաներից մոտ, որոնք հասունացել էին արդեն։ Ոսկեղեն, մատանիներ, եկել էին ռեկետանելու, հավաքելու։ Բերել էին հարսին, որպեսզի բարեկամներով պտտեն եւ բարեկամները ոսկիներ թափեն։ Եվ դա այն ժամանակներն էր կոմունիստական, որ բոլորը ունեին եւ բոլորը տալիս էին։ Բոլորը տվեցին ապարանջաններ, բելազուկներ, մատանիներ, շղթաներ, ոսկե ժամացույցներ։ Հարսը լավ, զոհաբերություն հավաքեց հարազատներից։ 3 ամիս հետո բաժանվեցին իրայից։ Ես մտածում եմ, բա ոսկեղենը։ Մի մեշոկ ոսկեղենը տարեց տեղից։ Օրինակի համար եմ ասում, մի դրեք ինձ կշռեք այդ ոսկին մեշոկով էր, թե մեշոկով չէր։ Օրինակի համար եմ ասում։ Պատկերացման համար եմ ասում, շատ ոսկեղեն։ Բայց մեջին այդ բոլոր ոսկեղենի մեջ մի նշանավոր ոսկի կար։ Կռահեք դա որ ոսկին էր։ Փեսայի տված նշանի մատանին էր։ Եվ դա մնաց աղջկա մոտ։ Ես հարցնում եմ, բա մատանին։ Մնաց աղջկա մոտ։ Տղան շրջվեց եւ հեռացավ այդ աղջկանից։ Մատանին մնաց աղջկա մոտ։ Դուք գործ ունեք, գիտեք, ոչ թե մարդու հետ, Աստծո հետ գործ ունեք։ Ինքը քեզ կարա պարգևներ տա։ Երբ որ ինքը հետ դառնա, ինքը չի վերցնի դա։ Ինքը չի վերցնի երբեք խարիզմա։ Պարգևները երբեք չի վերցնի, դա առանց զղջալու տրվում։ Այստեղ մարդիկ կան, որոնց տրված շնորհքներ ու խարիզմաներ կա, դա ոչինչ է։ Դա ոչինչ է, մի վերցրա ամենակարևորը քո Սուրբ Հոգին։ Մի վերցրա քո Սուրբ Հոգին։ Մի վերցրա Դավիթ նախագահում է քո Սուրբ Հոգին։ Ինձ քո երեսից դեն մի գցիր։ Վերադարձրա իմ փրկության ուրախությունը։ Վերադարձրա։ Եթե զզվում եք դուք ինձանից, դուք հղի եք մեղքով։ Հղի եք մեղքով, դա ատելությունը դժոխքից և դևերից։ Աստված կտա պարգևը։ Եկեղեցուն ինչքան Աստված բաներ տվե։ Քանի տարի ես հավաքում։ Քանի տարի ես վերցնեմ։ Ահա ասում եմ, դու հարուստ ես։ Լավոդիկեի եկեղեցուն, դու հարուստ ես։ Խնդիր չկա, դու հարուստ ես։ Դու ասում ես ես հարուստ եմ, որովհետև ապրում եմ ամենաարդյունաբերական քաղաքի կենտրոնը եւ ունեմ ամենալավ առողջարանները, տաք ջրեր, բուժիչ ջրեր, ունեմ ամենալավ ֆարմացևտիկական կենտրոնը, դեղագործական, ասենք թե Աֆեան։ Եվ միևնույն է Տեր ասում է ինձանից ոսկի առ, որպեսզի կարողանաս առևտուրանս, ճշմարտություն ընդունիր ինձանից, որպեսզի կարողանաս դնես այդ ճշմարտությունը գործի մեջ, կարողանաս ինձանից առնել արդարության հանդերձներ, որովհետև շատերի մոտ այսօր աշխարհը ապրում է բրենդներով, աշխարհի համար բրենդ ամենակարևոր բանն է, ասեք հնազանդություն, դա շատ բան է ցույց տալիս, գիտեք հնազանդությունը, այստեղ Պետրոսն ասում է 5:5-ի, առաջի 5:5-ի 6 խոսքը մինչև 5-ից 6 խոսքը ասում է երիտասարդներ, հնազանդ եղեք ծերերին, աստիճանակարգին, դա հոգևոր աստիճանակարգ է, իրարու հնազանդ եղեք,
իրարու հնասանդ եղեք։ Ես առաջ կարդում եմ, մտածում եմ այստեղ երևի եկեղեցում առաջնորդներ պապիկներ են, իսկ մնացածը ջահելներ են։ Ես ասեմ շատ քիչ պապիկներ եկեղեցիներում կան ջահելներ։ Բայց հոգևոր աստիճանակարգի մասին է խոսքը։ Իրարու հնազանդ եղեք ասում, իրարու։ Ահա, մենք իրարու պետք է հնազանդ եղենք։ Ես եղա 3 եպիսկոպոսի մոտ, 3 եպիսկոպոսի մոտ։ 3 եպիսկոպոսն են նույն բանն են ասում, կա պարտականություններ եւ կա պատասխանատվություն։ Մենք քո նկատմամբ կարանք ունենանք պարտականություն, բայց դու պետք է պատասխանատվություն ունենաս։ Որովհետև մենք քո նկատմամբ պատասխանատվություն ունենք, բայց դու պետք է ունենաս պարտականություն։ Իրարու հնազանդ եղեք։ Չկա այս բան, որ սաղ պարտավոր է այդ առաջնորդը։ Նաև գոյություն ունի պարտականություն։ Ես պատասխանատու եմ քեզ համար, դու էլ պարտականություններ ունես։ Ես չեմ անդրադառնա այստեղը նորից, որ Սամուել ու Սավուղի մասին խոսացի։ Արդեն սա պարզից է պարզա։ Պարզից է պարզա։ Ես գնացել եմ ստեղից ուրիշ կատեգորիայով, անցած կիրակի, ստեղ խոսացել եմ։ Ես եկա այստեղ որպես ամուսին կամ հայր։ Այստեղից գնացի այդ կատեգորիայով եւ վերադարձա արդեն ուրիշ կատեգորիայով։ Արդեն որպես պապիկ։ Տեր Հիսուս։ Հետո այս բանը սկսում է տեղի ունենալ ուրիշների հետ էլ։ Այս բանը տեղի ունենում աշխարհում, միշտ է տեղի անում, բայց լավ է նա, որ դու կարողանում ես նորից վերադառնալ։ Վկայությամբ հետ գալ, որովհետև շատ կարևոր է, որ դուք վկայություններով հետ գաք, վկայություն ունենաք ձեր մեջ, որովհետև դա մարգարեական օծություն է։ Եվ պատկերացնում եք գնում ես այստեղից անցած շաբաթ որպես պապիկ, հետ ես վերադառնում արդեն որպես աներ։ Օբանա, վերադառնում ես որպես սոնքաչ։ Ոնց որ աբսուրդի ժանրը։ Ով է լսում։ Ես գիտեմ մյուս կիրակի, որ ետ վերադառնամ, ինչ ստատուս կլինի։ Բայց աղոթում եմ, որպեսզի ինչ-որ մեկը ստեղ հուշում է, ավելի լավ է դու մի ասեք այդ ձև, ես լսում եմ ձեր խոսքերը սուրբ վերադառնաս։ Այո, ես սրանով ուրախանում եմ։ Այո, ես սրանով բարձրանում եմ։ Այո, ես սրանով, բայց միևնույն է, ես ծառայում եմ։ Այսօր լավ չէր սատանայի համար։ Այսօր բարի չէր սատանայի համար։ Մի օր, եթե դու այդ մարդն ես, որը հավատում է դևեր քշելուն, եւ դևերը իրանից վախենում են, որովհետեւ Հիսուսի վրայով գոռում է եւ ասում է. «Գիտենք, թե դու ով ես, Աստծո սուրբն ես»։ Ինչն ես։ Սուրբ ես։ Նա մտավ այնտեղ եւ դևը մի անգամից իրան պատրեց։ Թող մեզ հանգիստ։ Նույն դևը 6000 տարվա մեջ չփոխվեց։ Նույն սատանան իր դոկտրինը չփոխեց ոչ մի անգամ, չաճեց տենց էլ, չմեծացավ տենց է, ինքը նույն բանն է գոռում էլի, հոգու մեջ, գիտենք, որ սրբության մասին է, հասկացանք, գիտենք ով ես դու, սուրբ ես Աստծո, եւ Հիսուս լրացրեց եւ գրված է պապանձի եւ դուրս արի, մի օր, եթե դու սա չդառնաս, մի օր դևերը դուրս չեն գալու, մի օր, երբ որ դու ապրում ես այս երկրի վրա դեռ, դու չպետք է լինես այն մարդը, որ հանգիստ է տալի դևին, դու իրավունք չունես դևերին հանգիստ տալ, եւ սա անում է քո սրբությունը, մեղավորները ապաշխարում են, դևերը դուրս են գալիս, մենք ուզում ենք մեղավորներից դևեր քշենք առանց սրբվելու եւ դևերը ասում են՝ «Ի հոփլա»։ Այս ինչ բան ես։ Դու ով ես։ Դու ով ես, բայց դու ով ես, իսկ դու ով ես։ Պողոսին գիտեմ,
Иисուսին ճանաչում եմ։ Բալավ դուք ովքեր եք։ Բալավ դու ով ես вообще։ Դու ով ես։ Да кто ты такой? Դևաս, да кто ты такой? Գիտեք ես ինչ եմ հասկանում։ Ոչ թե Սուրբ Հոգի լցվի, այլ մաքրի զիբիլը։ Մաքրի զիբիլը ինձանից։ Որովհետև մի օր, երբ որ դու դա կանես, մեղավորները կապաշխարեն։ Դևերը դուրս կգան։ Դևերը միայն քո մեռնելուց հետո կունենան հանգստյան օրեր։ Տերը օրհնի ձեզ։ Տերը օրհնի ձեզ։ Շնորհակալ եմ Հիսուսին։ Շնորհակալ եմ Հիսուսին։ Մենք այսօր լիքը գործեր ունենք ժողովուրդ։ Մենք այսօր լիքը գործեր ունենք։ Հերիքա այսօր ես կշարունակեմ մյուս կիրակի, դեռ շարունակելու եմ մյուս կիրակի, դեռ շարունակելու եմ այն մյուս կիրակին։ Ուժեղ ավարտ ասպասում այս տարվան։ Այսքան լծված, տարվա վերջը, այսև ծարաբեռնված, ես երբեք չեմ ունեցել։ Որ եկեղեցին լծված է հրաշքներով և օրհնություններով, մարդիկ լիքը վկայություններ ունեն։ Պատկերացնում եք ժողովուրդ, թե չեք պատկերացնում։ Հաջորդը դուն ես։ Ասում է Գևորը այսօր չկա, բայց ասում է, հիշում ես, որ ինձ օրհնեցիր մեքենայի պահով։ Ասում եմ, հիշեցի։ Ասում է, ինձ պրավի քննությունների են հրավիրում, որ պրավի քննություններ տամ, որովհետև մի մեքենա էլ ավելանում ստեղ ուրեմն։ Միայն նրանք, ովքեր կգան այստեղ։ Օրհնում եմ նրանց, ովքեր տղաներ չունեն, թող Աստված տղա տա, ովքեր աղջիկ չունեն, թող աղջիկ տա։ Ես օրհնում եմ ձեր ընտանիքները, օրհնում եմ ձեր կանանց, ձեր ամուսիններին, թող կան նրանք։ Հալելույա, թող կան Հիսուսի անունով, Մենք կարող ենք խենթ լինել, խենթ, գիժ լինենք Հիսուսի համար, բայց զգաստ մարդկանց համար։ Հալելույա։ Եթե ես գիժ եմ, իրոք Հիսուսի համար դա կարա լինի։ Փառք ես Հիսուս։ Փառք ես Հիսուս։ Պատկերացնում եք, դեռ տարին չի վերջացել։ Իսկ հետևը տարվա իջել այնքան, առաջը բարձրացել այնքան, Իստում այսա կսուզվենք։ Այո, Աստված ուզում է սուզվենք օրհնությունների մեջ։ Աստված ուզում է սուզվենք։ Էլում ծնունդն է նոյեմբերից դեկտեմբեր մինչև։ Արդեն ես հրավիրված եմ հարսանիքի։ Հրավիրված եմ իմ աղջկա հարսանիքին։ Տեր Հիսուս։ Это безумный мир. Աստված նրա համար եկե, որ այս աշխարհը չգժվի, չխելագարվի, Հիսուսի անունով։ Այս աշխարհը կվերցնենք բոլորով։ Այս անիծված աշխարհի վրա, երկրի վրա կթողնենք Աստծո պետքերը, Աստծո նշանները եւ դրոշմերը։ Հալելույա! Արժանի ես Հիսուս։ Հալելույա! Մեր Տեր Հիսուս։ Փառքը քոնն է Տեր։ Աղոթեք լեզուներով, աղոթեք Սուրբ Հոգով։ Էլա մակիտորը մաշա։ Քիլա մակիտորը մոշիհին։ Քիլա մակիտորը մաշիհին։ Սրբացրա։ Եկեղեցին սրբացրա։ Եկեղեցին սուրբ արա։ Մակրի եկեղեցին։ Մակրին կյանքը։ Հալելույա։ Սուրբը թող ավելի սրբի։ Սուրբը թող ավելի սրբի, արդարը ավելի արդար լինի։ Հալելույա։ Հալելույա։